Դու ունես սրանից։ Մեծ սպասի։ Իրար հետ եք, բայց դուք թե հա դե ուրա առանձին։ Մի հատ սկզբից դու նկարվես, բապ մի րոպե։ Վայ, շնորհակալ եմ։ Այ էս իհարկե։ Էս էլ քեզ, էս էլ ձեզ։ Մի հատ էս էլ քեզ։ Հիմա նկարվենք։ Մի վարկյան sense կկանգնեք, որ մեզ նկարեն։ Լավ է։ Ներողություն։ Господин Պաշյան։ Էսա մի վարկյան խնդրում եմ, մի վարկյան։ Մի հատ էլ այս sense տղա կա, երեխեքա արտահերթ է։ Ինչ անուն է։ Արամ։ Ինչ լավ անուն է։ Ժողով ջան, չեղա, վայ։ Այս երեխին ուղղակի նկարվին չես անդադարում բոլորի։ Երեք մեգրին էի։ Հիմա այս կինը կանգնած է։ Ապեսա, այդ բաները կան։ Հələ թունելները բաներ։ Շատ եմ տեսել, բայց բնական Աչքով տենում ես այդպես բան երևի Հայաստանում շատ մեծ տեմպերով գնում է։ Շատ ունենանք այդպես կշարունակենք։ Շատ լավ է։ Իմիջայլոց կարելի է սրանց ձեզներ։ Երեք մալացա Սեբաստիա բանում, համայնքում, ընդ որում մարդը երկար ասում էր, որ մեր համախոհն է, մեր կողմնակիցն է, մեր օգտին է քվեարկելու եւ այլն, ու վերջում մի հատ սենց հարց է տալիս։ Ասում եմ, բայց ասա էլի, բայց մեղրին բանալ լինելու Հայաստան ասես թե հայկական ասես, ասում եմ եղբայր լավ, էլի այսքանից հետո ոնց Մեղրիում մենք գնացինք տենց հարց չի եղել։ Մենակ մի հոգի ասելա թե իբր այս քարտեզի վրա մեղրին կտրած հանած է բնական։ Բայց Մեղրիում տենց հարց չկա, զարմանում եմ Երևանում ո՞նց է տենց հարց ակա։ Այդ լրատվականները նայողները մարդիկ կան ջերմուկ են մինչև ասում են ջերմուկ կարանք գնանք, բայց աբսուրդի շնորհիվ է մարդիկ այնտեղ ապրում են, սարքում են օրորի շնորհիվ։ Ընդ որում ջերմուկում մի հատ շատ կարևոր բան էլի 2022 թիվը շատ նեգատիվ ազդեց ջերմուկի զբոսաշրջային բիզնեսի վրա, բայց ասենք այս տարի նոր տարում ջերմուկի բոլոր բաները, հյուրանոցների բոլոր սենյակները վաճառված են։